Olá, Բարև meus ձեզ amigos. ընկերներ, Deus թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի e que o եւ թող Աստծո Espírito do արքայության reino հոգին, de Deus, նա ով մեր cada մխիթարիչն Espírito է, Santo, ճշմարտության o հոգին, Consolador, que նա é o հանդիսանում է Espírito բոլոր de նրանց առաջնորդը, verdade, ովքեր que é o Աստծո արքայության guia մեջ են ապրում, թող Սուրբ daqueles que Հոգին գա vivem եւ բացի մեր no բոլորիս reino de Deus, հասկացողությունը, venha եւ որպիսի այս խոսքը iluminar օգնի o ձեզ entendimento եւ de դուք գտնեք todos ձեր կարիքների todos պատասխանը, e venha nos որպիսի dar Սուրբ Հոգին palavras առաջնորդի ձեզ եւ ձեր que կյանքը, venham ao եւ encontro իհարկե das այդ nossas ամենը ըստ Աստծո necessidades, կամքի է լինելու, que եւ դա venham շատ հիանալի բան է, dirigir դա ինչ-որ մեծ a բան է, sua երբ vida, մենք ինչ-որ հայտնություն ենք conduzir a ստանում vida, Աստծուց, guiar a եւ sua մեր հոգում vida շատ մեծ հաճույք է, de acordo com a այնպիսի vontade ուրախություն de կա Deus. դրանից, E é այդ muito ամենը lindo, նույնիսկ չեն կարող é բացատրել, դրանք extraordinário. անբացատրելի են, եւ ես Quando a ցանկանում եմ, gente որ դուք նույնն ունենաք, recebe բայց uma որպիսի դուք էլ revelação, ունենաք այդ ուրախությունը, há um հաճույքը եւ gozo, խաղաղությունը Աստծո uma հայտնություններից, alegria այդ que հայտնությունները Աստծո você não խոսքի pode միջոցով են գալիս, եւ դրանք ձեր entender կյանքի համար են, que eu quero եւ que դրա você համար entenda. հարկավոր է հասկանալ Աստծո խոսքը։ Mas Ուշադիր você եղեք, ter essa մենք խոսում alegria, ենք Աստծո արքայության մասին, gozo da մենք աշխատում ենք Աստծո խոսքի revelação հետ de եւ նույնպես Deus na սովորեցնում ենք sua այն, ինչ vida, որ Աստծո խոսքն է revelação de ուղղորդում, uma palavra, բայց de uma ցավոք ոչ ideia, բոլորն են դա հասկանում։ revelação Իսկ նրանք, do ովքեր Աստծո reino արքայության մեջ de են Deus. ապրում, նրանք մեզ Você շատ tem լավ que են entender հասկանում a palavra de եւ Deus. ոչ միայն մեզ, Veja só, nós այլ temos ընդհանրապես falado sobre Աստծո o reino խոսքը de Deus. այդպիսի մարդիկ շատ լավ են Temos հասկանում trabalhado em եւ ensinar ամենակարևորը ճիշտ aquilo են que está ընկալում, escrito na palavra de որովհետեւ Deus այդ em մարդիկ todos os արդեն Աստծո ambientes արքայության մեջ են diferentes. գտնվում Mas aqueles եւ que Աստծո արքայության մեջ vivem no reino չկա de ոչ Deus մի կասկած, compreendem չկան վախեր, perfeitamente a palavra de Deus. չկա անհանգստություն կամ դեպրեսիա, Eles estão Աստծո no reino de արքայությունում Deus տխրություն e no reino եւ de վատ Deus não há հոգեվիճակ չկա, dúvida, não há medo, Աստծո não há, արքայությունում ուրախություն não է, há ansiedade, այնտեղ não há խաղաղություն, depressão, não há հանգստություն եւ tristeza արդարություն է, profunda. որովհետեւ այդ No reino արքայությունը de Deus ճշմարտության há հոգու é արքայությունն paz, է, é justiça, բայց é նրանք, verdade. ովքեր դեռ Աստծո Esse é o արքայության մեջ չեն, governo do բայց այդպիսի Espírito մարդիկ ունեն de ցանկություն, verdade. նրանք փնտրում են Աստծուն, Agora, quem ցանկանում են está մտնել այդ inserido արքայության մեջ, no եւ reino de միայն այն Deus, փաստը, որ մարդիկ mas ուղղակի ցանկանում են մտնել այդ deseja, արքայություն, almeja, դա այն ժամանակ է, երբ մարդն aspira իրական ցանկություն ունի, entrar no դա reino de արդեն Deus, ցույց է տալիս, só porque ela որ tem նրանք o ունեն Սուրբ desejo, Հոգու quer կանչը, entrar no reino de Deus, então նրանք isso já արդեն é uma ընտրված են Աստծո chamada կողմից, do Espírito այդպիսի Santo. մարդիկ պետք է Ela já ճանաչեն foi ճշմարտության հոգուն, escolhida por Սուրբ Deus. Հոգուն, ով ազատում է E մարդկանց, aqueles que եւ assim հենց նա է օգնում querem մարդկանց, conhecer a որպիսի նրանք verdade, մտնեն Աստծո o արքայություն, Espírito de verdade եւ liberta Հիսուսը հետեւյալն է ասել. e as faz Դուք կճանաչեք entrar ճշմարտությունը no reino եւ de Deus. ճշմարտությունը Aliás, ձեզ ազատ կդարձնի։ Jesus disse: Conhecereis a Եվ verdade մեկ հարց. e a verdade Ինչից vos պետք է libertará. ազատվել։ Libertará Ինչից է de quê? Սուրբ Հոգին ազատելու Libertará do մարդուն։ reino desse Ազատելու է mundo, այս libertará աշխարհի do reino das արքայությունից, trevas, այն խավարից, libertará você որն do այս reino da աշխարհում է տիրում, ignorância եւ որի մեջ espiritual, մարդը մինչեւ այդ պահն libertará ապրել էր։ você do mundo Եվ այս աշխարհի de արքայությունը Satanás, պարզ է, do որ mundo սատանային է do պատկանում, diabo, եւ do հենց սատանան է trabalho առաջնորդում այս do աշխարհը։ Satã, do Բայց reino. երբ Սուրբ Հոգին ազատում է ձեզ O այդ que que é? արքայությունից, Pode ter certeza. եւ երբ Você դուք que ստանում եք aspira, Սուրբ que Հոգու deseja, մկրտությունը, isso é um դուք sinal դառնում եք Աստծո excelente, արքայության քաղաքացի։ porque isso aconteceu comigo. Դուք ովքեր ցանկանում եք Eu դա, desejei, eu դուք ովքեր aspirei, ցանկանում եք գտնել eu Աստծուն quis իրականում entrar եւ no մտնել reino de նրա Deus. արքայության մեջ, E դա շատ հիանալի Deus նշան է, viu isso. որ Սուրբ Հոգին Ele vê a կանչում է ձեզ։ intenção Ես կարող եմ do իմ nosso մասին coração, ասել, da nossa ես mente. ինքս ցանկացել եմ լինել այդ Eu fui արքայության para մեջ։ ela. Ես Um dia փնտրել եմ o Աստծուն, Espírito ցանկացել Santo եմ me disse ճանաչել assim: նրան, o que եւ adianta Աստված տեսել է իմ você մտքերը, ganhar o տեսել է իմ mundo մտադրությունը, e եւ Աստված perder
Տեսնելով այդ ամենը, խոսել էր ինձ հետ, ասելով հետևյալ խոսքը. Ինչ օգուտ կա մարդուն, եթե նա ամբողջ աշխարհը նվաճի, բայց վնասի իր հոգուն, կորցնի իր հոգին։ Իհարկե, ես չէի ցանկանում ամբողջ աշխարհը գրավեի։ Ես ցանկանում էի առաջ գնալ իմ կարիերայում, ընտանիք ստեղծել, հաջողությունների հասնել։ Դա կարելի ասել սովորական երազանքներ են, բայց հենց այդ ժամանակից Տեր Հիսուսը ցույց տվեց ինձ, որ այն արքայությունը, որը ես ցանկանում էի գտնել եւ որի մեջ ցանկանում էի ապրել, դա այս աշխարհի արքայությունն էր։ Իհարկե, մենք բոլորս էլ այս աշխարհում ենք ապրում, եւ դա ժամանակավոր է, բայց այն մարդիկ, ովքեր դա չեն հասկանում, եւ անընդհատ տարբեր ցանկություններ ունեն այս աշխարհից, ցանկանում են տարբեր բաներ նվաճել։ Զգույշ եղեք, որովհետև երբ դուք կկորցնեք ձեր հոգին, այդ ամենն անիմաստ է լինելու։ Եվ խոսելով այդ արքայության մասին, իմ ընկերներ ուշադիր եղեք։ Ես հիշում եմ, որ աղջիկս ինձ հետ այս բանի մասին էր զրուցել։ Երբ նա լսել էր այդ ուսուցման մասին, Աստծո արքայության եւ այս աշխարհի արքայության մասին, նա ինձ հետևյալ խոսքն էր ասել. Աստծո արքայության մեջ երկրորդական քաղաքացիություն չկա։ Այսինքն, եթե մարդը ցանկանում է Աստծո արքայության մեջ լինել, նա չի կարող այնտեղ երկու անձնագիր ունենալ։ Եվ դա ինչ է նշանակում։ Մարդը չի կարող լինել եւ Աստծո արքայության քաղաքացի, եւ այս աշխարհի արքայության քաղաքացին։ Կամ դուք գտնվում եք Աստծո արքայության մեջ, այսինքն դուք Աստծո արքայության քաղաքացին եք, կամ էլ դուք այս աշխարհի արքայության քաղաքացին եք։ Դրանցից միայն մեկը կարող է լինել։ Անհնար է, որպեսզի դուք երկու հայրենիք ունենաք։ Եվ հիմա շատ ուշադիր եղեք։ Այս ամենը շատ պարզ եւ հեշտ բաներ են։ Եկեք միասին բացենք Աստվածաշունչը, որպեսզի կարդանք եւ մտածենք Աստծո խոսքի շուրջ։ Սուրբ Հոգին Հովհաննես առաքյալի միջոցով ասում է հաջորդը. Հովհաննեսի առաջին նամակը, 3-րդ գլուխ եւ խոսք 8-րդ։ Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է։ Ուրեմն սատանան ներկայացնում է այս աշխարհի արքայությունը։ Այն աշխարհը, որը մեղքի մեջ է եւ գնում է սխալ ուղով։ Այն աշխարհը, որն ապրում է պատերազմների, ատելության, նախանձի, մարմնական ցանկությունների մեջ։ Եվ նույնպես գոյություն ունեն նրանք, ովքեր ապրում են այդ արքայության մեջ, մեղքի արքայության մեջ։ Դա սատանայի արքայությունն է։ Եվ ինչպես որ գրված էր 8-րդ խոսքում, ով մեղք է գործում, սատանայից է։ Որովհետև սատանան հենց սկզբից էլ մեղանչեց։ Շարունակենք խոսքը։ Աստծո որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ Այսինքն Տեր Հիսուս Քրիստոսը հենց դրա համար էր եկել, որպեսզի քանդեր սատանայի գործերը։ Հիսուսը եկել էր այս աշխարհ, որպեսզի մենք կարողանանք մտնել Աստծո արքայության մեջ։ Եվ նա իր քարոզը այսպես էր սկսել. Ապաշխարեք, որովհետև ձեզ է մոտեցել Աստծո արքայությունը։ Ուրեմն կարող ենք ասել, որ այս աշխարհում հոգևոր տեսանկյունից կա երկու անձնագիր, երկու քաղաքացիություն, Աստծո արքայության քաղաքացի եւ այս աշխարհի սատանայի արքայության քաղաքացի։ Շարունակենք հիմա խոսքը։ 9-րդ խոսքում Հովհաննեսն այսպես է ասում. Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում։ Իհարկե, մարդիկ սխալվում են, երբեմն մեղք են գործում, բայց այս խոսքի իմաստն այն է, որ մարդը չի մնում մեղքի մեջ,
չի ապրում այդ մեղքով, Quer dizer, eu tenho որովհետև na մենք այն oração do մարդիկ Pai չենք, Nosso, ովքեր ապրում են այս աշխարհի արքայության մեջ, que eu բայց իհարկե մենք tenho սխալվում ենք, todo santo մենք էլ dia ունենք na minha թերություններ, mente. Mas եւ não փառք é Աստծուն, որ palavra, não é Հիսուսը մեզ amarelo. սովորեցնում է աղոթել Eu հենց falo այսպես. quando Թույլ մի eu տուր մեզ oro, ընկնել գայթակղության մեջ, ensino em այլ cada ազատիր palavra չարից, da oração. եւ նույնպես այս խոսքը. Ների մեզ մեր Nós պարտքերը, colocamos que é ինչպես մենք ենք ներում մեր պարտավորներին։ o Այս natural հիանալի que ուսուցումները vive հայր em մեր nós. աղոթքի մեջ են, որն ամենօրյա աղոթք է։ Jesus como Եվ nosso գիտեք, Senhor, nosso հայր մեր intercessor, աղոթքը que nos perdoa ուղղակի կրկնելու os համար nossos չէ, pecados. Por quê? որովհետև Porque կան շատ estamos մարդիկ, inseridos no reino ովքեր արդեն dentro անգիր do գիտեն reino de այդ Deus. աղոթքը Então, եւ ամեն օր ուղղակի no կրկնում են։ reino de Deus, Երբ դուք a աղոթում gente եք այդ nunca աղոթքով, ela falha. պետք է ձեր ամբողջ Todos հոգին nós erramos. այդ աղոթքի մեջ դնեք, Mas յուրաքանչյուր բառը ասելուց, a vantagem é որովհետև que այդ nós աղոթքը մեծ não նշանակություն ունի։ permanecemos Եվ եթե դուք no ինչ որտեղ pecado. մեղք եք գործել, Não որը permanecemos. մարդու բնույթի համար Está սովորական բան escrito է, aqui. դուք O que կարող é եք մոտենալ nascido Հիսուսին de Deus եւ não նա permanece em pecado. Porque համարվելով a Աստծո եւ sua մարդու միջև semente permanece այդ em Deus. միջնորդը Que ներում է semente ձեզ ձեր é? É մեղքերը։ a semente. Ուրեմն Espírito ինչպես Santo. որ ասացի, Ele nos մենք gerou, նույնպես սխալվում o ենք, Espírito մենք Santo ունենք մեր nos gera, թերությունները, e essa երբեմն մեղք են semente que գործում, nos gera որովհետև մարդ չի permanece կարող em ասել, nós. որ ընդհանրապես մեղք չի Quem գործում, está no reino de բայց Deus որն է não առավելությունը։ vive no Մենք pecado, չենք não շարունակում մնալ այդ permanece մեղքի no մեջ։ pecado. Մենք Sai դուրս ենք fora գալիս այդտեղից։ todo dia, Շարունակենք 9-րդ zera խոսքը։ sua conta, Ամեն ոք, ով sua Աստծուց է dívida ծնված, մեղք com չի Deus. գործում, Em nome do որովհետև նրա Senhor սերմն Jesus. իր մեջ է Porque a մնում։ pessoa Եվ դա ինչ vive no սերմ է։ reino de Deus. Agora, Դա Սուրբ veja Հոգու só, սերմն է մարդու ներսում։ a sua Երբ semente մարդը ստանում է Սուրբ Հոգու permanece nele մկրտությունը, e նա não վերստին է pode ծնվում։ pecar, porque é nascido Եվ de այդ Deus. սերմի միջոցով Quem Սուրբ está no Հոգին reino de ծնում է Deus մեզ é եւ cidadão do reino շարունակում de է Deus մնալ մեր e ներսում։ não vive no pecado. Եվ դրա Não համար էլ, falha, ով erra, որ Աստծո porque արքայության մեջ ainda է, estamos մեղքի մեջ չի ապրում։ vivendo na casca de barro. Ele Նա չի continua dizendo: շարունակում մեղքի մեջ "Nisto մնալ, são manifestos այլ հեռանում է os այդ մեղքից։ filhos de Deus Եվ ինչպես որ e հայր os մեր աղոթքի filhos մեջ do էր diabo." գրված, ներիր մեզ մեր Os filhos պարտքերը։ de Deus, Մենք reino do ամեն reino, օր պետք է os մեր filhos do պարտքերը diabo, զրոացնենք reino do Աստծո առաջ, diabo, reino do եւ դա mundo, մենք անում ենք o Հիսուսի reino deste անունով։ mundo. Եվ մենք ստանում ենք Qualquer այդ ներումը, que որովհետև não ցանկանում ենք pratica a եւ justiça ապրում ենք Աստծո e արքայության não մեջ։ ama seu irmão, Շարունակենք միասին não կարդալ 9-րդ խոսքը, não որովհետև նրա սերմն իր մեջ է Olha մնում só, está եւ se չի կարող falando մեղանչել, da justiça. որովհետև No Աստծուց reino է de Deus ծնված։ há justiça. Եվ ով որ Աստծուց է No ծնված, reino do այսինքն նա diabo ով ունի há Սուրբ Հոգու injustiça. մկրտությունը, այդ Aí մարդը Աստծո continuando, արքայության քաղաքացին է։ Paulo Իհարկե ինչ որ sխալներ է ցույց continuou տալիս, escrevendo, բայց o ինչպես Espírito որ Santo deu. ասացի, չի Aqui շարունակում այդ Paulo fala սխալների, também այդ de forma մեղքերի մեջ ապրել։ claríssima sobre o Եվ reino 10-րդ de խոսքում Deus գրված է. e o reino do diabo. Սրանով Diz են assim: հայտնի Աստծո os que որդիները são եւ segundo a նույնպես carne Սատանայի որդիները։ Եվ inclinam-se Սատանայի para որդիները as Սատանայի coisas արքայության մեջ են carnais. Os բնակվում։ que são segundo o Ամեն reino ոք, ով deste mundo, արդարություն չի se գործում, inclinam para as Աստծուց coisas չէ, deste mundo. Agora եւ está ոչ mais էլ claro, նա, né? ով իր Quer dizer, եղբորը չի mas սիրում։ os que são segundo o Ուշադիր եղեք։ Espírito Santo Այստեղ inclinam para as առաջին coisas հերթին do արդարության Espírito Santo. Quer եւ dizer, ճշմարտության quem մասին է está խոսքում։ no reino de Աստծո Deus, արքայության մեջ no կա reino այդ do Espírito արդարությունը, Santo, կա se inclina ճշմարտություն, para as coisas do իսկ Espírito Սատանայի Santo, արքայության մեջ reino de Deus. այդ ամենը չկա։ Mas os que estão Եվ այս ամենի մասին Պողոս առաքյալը նույնպես խոսում է para a carne, Հռոմեացիներին 8-րդ գլուխ եւ խոսք 5, para o reino որովհետև de ովքեր ըստ Satanás. մարմնի են, Por quê? Eles մարմնական porque բաներ a են մտածում։ inclinação da carne Դրանք այն մարդիկ են, ովքեր այս աշխարհի մասին են մտածում։ Եվ հետո a շարունակում է. inclinação do Իսկ ըստ հոգու եղողները Espírito Santo é հոգևոր, vida e paz. E isso այսինքն ովքեր որ Աստծո Deus արքայության fala մեջ lá են, através de Isaías. ուղղորդվում են Աստծո E os կողմից։ ímpios não têm Նրանք paz. հոգևորի մասին են մտածում, Quer dizer, os իսկ ովքեր pecadores որ այս աշխարհում են, não têm paz. Quando a pessoa նրանք միայն մտածում não են tem մարմնական paz, բաների մասին։ ela está no Եվ pecado. հետո նա շարունակում է.
Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ հոգու խորհելը կյանք ու խաղաղություն։ Եսայու մարգարեությունում նույնպես գրված է, որ ամբարիշտները խաղաղություն չունեն։ Այսինքն նրանք, ովքեր մեղքի մեջ են ապրում, նրանք չունեն այդ խաղաղությունը։ Եվ այդ խաղաղությունը ժամանակավոր զգացմունք չէ։ Երբ մարդիկ ասում են, այսօր ամեն ինչ լավ է, բայց վաղը դեռ պարզ չէ լավ կլինի, թե ոչ, դա այդ խաղաղության մասին չէ։ Այն խաղաղությունը, որն Աստծուց է գալիս, որը Սուրբ Հոգին է տալիս, այդ խաղաղությունը մարդու ներսում մշտական է մնում։ Եվ նրանք, ովքեր Աստծո արքայության մեջ են բնակվում, նրանք միշտ իրենց ներսում ունեն այդ խաղաղությունը։ Իհարկե, մեր շուրջը տարբեր պայքարներ կան, տարբեր խնդիրներ, բայց մեր ներսում խաղաղություն կա։ Հաջորդ խոսքում գրված է այսպես. որովհետև ըստ մարմնի խոքումը Աստծո դեմ թշնամություն է, քանի որ Աստծո օրենքին չի հնազանդվում և չի էլ կարող։ Ուրեմն նրանք, ովքեր այս աշխարհում են ապրում, մտածում են այս աշխարհի մասին և չեն մտածում այդ հոգևոր արժեքների մասին, նրանք Աստծո թշնամին են դառնում։ Իսկ ովքեր որ մտածում են հոգևոր բաների մասին, նրանք ստանում են կյանք և խաղաղություն։ Եվ նրանք, ովքեր ըստ մարմնի են ապրում, չեն կարող հոգու մեջ ապրել, նրանք չեն կարող հնազանդվել հոգու ձայնին, որովհետև նրանք ընթանում են ըստ իրենց մարմնի և ըստ իրենց ցանկությունների։ Նա, ով բնակվում է սատանայի արքայության մեջ, չի կարող հնազանդվել ճշմարտությանը, որովհետև այդ ճշմարտությունն ազատում է մարդուն։ Բայց եթե մարդը այդ արքայության մեջ է և չի ցանկանում դուրս գալ, նա չի կարող հնազանդվել այն ճշմարտությանը, որն ունակություն ունի ազատելու նրան։ Եկեք շարունակենք կարդալ 8 և 9 խոսքերը։ Եվ նրանք, որ մարմնին են հետևում, այսինքն երբ մարդը հետևում է իր սրտի ցանկություններին, Աստծուն չեն կարող հաճելի լինել։ Բայց դուք մարմնին չեք հետևում, այլ հոգուն, եթե Աստծո Հոգին ձեր մեջ է բնակվում։ Մարդը կարող է հետևել Սուրբ Հոգու ձայնին, կարող է շարունակել իր կյանքում կատարել Աստծո խոսքը, ապրել ըստ Աստծո խոսքի, միայն եթե իր ներսում Սուրբ Հոգին է։ Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։ Եվ գիտեք ինչ, մարդիկ երբեմն եկեղեցիներում ինչ-որ դիրք ունեն։ Նույնիսկ հնարավոր է, որ դա կատարվում է մեր եկեղեցիներում։ Կարևոր չէ, թե ովքեր են այդ մարդիկ, ծառայողներ, հովիվներ, կարող են նույնիսկ եպիսկոպոս լինել։ Մարդիկ կարող են լինել ֆիզիկական եկեղեցու անդամը, բայց եթե նրանք չունեն Սուրբ Հոգուն, նրանք չեն կարող պատկանալ Աստծո արքայությանը։ Հասկանում եք իմ ընկերներ, հենց դա է ամբողջ իրականությունը։ Մարդ պետք է ունենա Սուրբ Հոգուն, որպեսզի այս աշխարհում նա լինի Աստծո արքայության մի մասը։ Եվ մարդը ստանում է Սուրբ Հոգուն, երբ ծնվում է Աստծուց։ Ինչպես որ գրված է. մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի, այսինքն հոգևոր է։ Եվ ովքեր որ ծնվել են Աստծուց, ստացել են Սուրբ Հոգու մկրտությունը, հենց նրանք էլ կարող են ապրել Աստծո արքայության մեջ։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Եվ մենք շարունակելու ենք Աստծո արքայության մասին մտածել։ Թող Սուրբ Հոգին գա և բացի ձեր բոլորի հասկացողությունը։ Թող Աստված օրհնի ձեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։